Միասին ապա փաթեթավորում ենք նոր գրքերս ու ծանոթանում նկարագրություններին։ Սա չինական դասական վեպ է, որը մեծ սեր է վայելում իր հայրենիքում և դասվում է հաճելի ու արագ ընթերցանության համար նախատեսված գրքերի շարքում։ Վեպում կան մի քանի հերոսներ, ինչպիսիք են կախարդուհի Սպիտակ աղվեսը, հրեշտ Զոն, նրբագեղ աղվեսուհի Հու Մեյերը և այլոք, ովքեր խառնաշփոթ են մտցնում ժողովրդի և թագավորական ընտանիքի կյանքերում։ Սակայն նրանց բոլորին սպասվում է հատուցում։ Գիրքը ուղեկցվում է չինացի և ճապոնացի նկարիչների կողմից արված նկարազարդումներով։ Սիրահար զույգը փախչում է պուրիտանական գաղութից ու նույնիսկ չի էլ պատկերացնում, որ խիտ անտառում իրենց կառուցած համեստ խրճիթը դառնալու է մի զարմանալի վայր մարդկանց և այլ արարածների համար, ովքեր միմյանց փոխարինելու են տասնամյակների ընթացքում։ Երբ մի պատմություն ավարտվում է, սկսվում է մյուսը, և այդ շարունակությունն արձագանքում է բնության ցիկլերին, տարվա եղանակների փոփոխությանը։ Այս պատմություններում, որոնք որոշվում են բնության ռիթմերով, անցյալը թափանցում է ներկա, իսկ ապագան վերադառնում է անցյալ։